Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է հեռուստադիտողներին զարմացնել իր անսպասելի ու կտրուկ շրջադարձերով։ Յուրաքանչյուր նոր դրվագ ոչ միայն բացահայտում է հերոսների խորը ու հակասական բնավորությունները, այլ միաժամանակ նոր հարցեր է առաջացնում, ստիպելով սպասել հաջորդին։ Բետիի կերպարի շուրջ պատմությունը կրկին թեժանում է։ Սկզբում թվում էր, թե նա վերջնական որոշում է կայացրել հեռանալ Հենրիի կյանքից։ Ծանր կորուստն, իր անպտղության լուրը և Հենրիի ու Անգելինայի միջև ծնված զգացմունքները նրան կոտրեցին։ Հեռուստադիտողներին թվում էր, թե Բետին վերջապես կհանձնվի և կընտրի իր կյանքի համար նոր ուղի։ Սակայն ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ նա պարզում է ճշմարտությունը, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր չեն։ Այս հայտնությունը Բետիի սիրտը լիովին շրջում է։ Եթե մինչ այդ նա միայն տառապում էր ու ցավից ցանկանում հեռանալ, ապա հիմա նրա մեջ արթնանում է նոր ու ավելի վտանգավոր ուժ՝ վրեժի ու խանդի խառնուրդը։ Նա որոշում է չհեռանալ, ավելի ճիշտ մնալ, որպեսզի իր ներկայությամբ ավելի ուժեղ ցավեցնի թե Հենրիին, թե Անգելինային։ Այս որոշումը նրան դարձնում է սերիալի ամենավտանգավոր հակահերոսներից մեկը։ Մինչդեռ Անգելինան գտնվում է խորը ներքին պայքարի մեջ։ Նա անկեղծորեն մեղավոր է զգում իր մասնակցության համար Բետիի դժբախտության մեջ։ Նույնիսկ եթե ինքն անմեղ է, նա չի կարողանում ազատվել այդ զգացումից, իսկ այն մեղավորության ֆոնն ավելի է ծանրանում այն բանի գիտակցությամբ, որ իր սերն Հենրիի հանդեպ անսպառ ու անկասելի է։ Հենրիի ու Անգելինայի հանդիպումը դառնում է սերիալի ամենահուզիչ պահերից մեկը։ Նրանք փորձում են հրաժեշտ տալ միմյանց։ Երկուսն էլ հասկանում են, որ իրենց սերը քայքայում է շուրջ եղած ամեն ինչ, և թե իրենց, թե մյուսների կյանքը վտանգի տակ է դրել, սակայն փորձում են միմյանցից հեռանալ։ Նրանք չեն կարողանում սրտի թելադրանքը խեղդել, նրանց սերն այնքան խորն ու ուժեղ է, որ ոչ մի արգելք չի կարող կանգնել այդ ճանապարհին։ Այնուամենայնիվ, ճակատագրի ու իրավիճակների բերումով նրանք ստիպված են միմյանցից հեռու մնալ, և այստեղ անակնկալ կերպով ի հայտ է գալիս նոր ու հետաքրքիր զարգացումներ։ Նոյը սպասում էր իր հնարավորությանը, և այժմ նա կփորձի մխիթարել ու պաշտպանել Անգելինային։ Հավանաբար, հենց այդ պահին էլ Անգելինան որոշում է ընդունել Նոյի առաջարկը։ Դա կարող է լինել ոչ թե մեծ սիրուց դրդված, այլ մոռացության ու հեռանալու ցանկությունից։ Հատկապես դրան դեմ չեն Անգելինայի ծնողները, և նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Անգելինան համաձայնություն տա Նոյի հետ նշանադրությունը Նոյի հետ հեռուստադիտողների համար կդառնա սերիալի հաջորդ բուռն քննարկվող քայլը։ Նշենք նաև, որ օրեր առաջ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել էր տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ պարզ է դառնում, որ Նոյն ու Անգելինան հանդիպում են, ավելին՝ Նոյն Անգելինային ծանոթացնում է իր ծնողների հետ։ Ոմանք դա կընկալեն որպես դավաճանություն սեփական սրտին, մյուսները՝ որպես խելացի որոշում վերջ տալու տանջող ու անիմաստ պայքարին, սակայն պարզ է մեկ բան՝ անգամ նշանադրության մատանին չի կարող մարել Հենրիի ու Անգելինայի միջև այրող կրակը։ Միևնույն ժամանակ Բետին, որը չի հեռանում, ամեն պահի իր թույնը կթափի, փորձելով փչացնել թե Հենրիի, թե Անգելինայի կյանքը։ Հնարավոր է, որ նա էլ ավելի խորամանկ ծրագրեր վարի Նոյի հետ, նշանադրությունը դարձնելով իր համար նոր զենք, որպեսզի ավելի ուժեղ խարխլի նրանց սերը։ Այսպիսով, առաջիկա սերիաներում հեռուստադիտողներին սպասվում է հուզական պայթյունների մի ամբողջ շղթա։ Հենրիի ու Անգելինայի սերը, որը ոչ մի պատնեշ չի ճանաչում, Նոյի ու Անգելինայի նշանադրությունը, որը կարող է դառնալ ժամանակավոր փախուստ կամ ճակատագրական սխալ, Բետիի վրեժխնդրական ծրագրերը, որոնք ավելի մութ երանգ կտան այս պատմությանը։ Սա այն փուլն է, երբ յուրաքանչյուր հերոսի քայլ կարող է փոխել ոչ միայն իր, այլև բոլորի ճակատագրերը։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների մասին, և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։
Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ մենք ձեզ համար կբերենք նոր անակնկալ տեսանյութ, թե ինչ է սպասվում հեռուստասերիալում։ Իսկ այդ ընթացքում Հենդոն որդու մոտ գլուխ է գովում, որ Հենրիին վռնդել է տնից։ Արդյոք սա ճիշտ քայլ է, չէ՞ որ Հենրին ամեն ինչ անում է, որպեսզի բոլորն ուրախ ու երջանիկ լինեն։ Հենդոն նման քայլի չպետք է գնար։ Իհարկե, Բետին վերադարձել է այն տուն, որտեղ Հենրին էր ապրում։ Աննան չի փորձում հեռանալ, չնայած հեռուստադիտողները նրան մեղադրում են։ Բայց եկեք հասկանանք նաև իր տեսանկյունից, չէ՞ որ իր փոքրիկ երեխան այդ տանն է գտնվում։ Բայց ինչու է նման թույլ կերպար Աննայի կերպարը և ինչու չի կարողանում իր երեխային հանել այդ տնից։ Այս և այլ հարցերի պատասխանները կստանաք շատ շուտով։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում են, իսկ շատ շուտով Սոսը կգտնվի ազատության մեջ, բայց կբախվի Հենրիի հետ։ Արդյոք Հենրիին կհաջողվի կյանքից զրկել Սոսին, թե սա ևս մեկ քայլ կլինի, որպեսզի Հենրին որոշ ժամանակ հայտնվի ճաղերի հետևում ու նրա հարազատները փորձեն փրկել նրան։ Ամենահետաքրքիրն է գալիս։